Այսօր մեծուկտով ենք եկել Տաթևանական համալիր, որ ես մեր աղոթքներում հիշում ենք մեր գերիներին, մեր բոլոր գերիներին և մեր աղոթքներում միշտ խնդրում ենք Տիրոջը, որ օգնի նրանց դիմանալ այս ծանր դժվար պահերին և նրանց վերադարձը անխուսափելի դարձնի։ Մենք միասնական աղոթք կբարձրացնենք առ Աստված, առաջին հերթին մեր սիրելի ազգագիցներուն, որոնք կգտնվին Բաքվի փանդերում, եւ կաղոթենք իրենց ազատ արձակման վերաբերյալ։ Այսօր մեր մեջ չէ, կանգնած չէ եւ դրա համար ցավ եմ ապրում մեր եկեղեցու, մեր ազգի բարերարներից մեկը, որը գերության մեջ է։ Մեր ամբողջ Էլիտան գերության մեջ է, մեր անհավատության երեսից, մեր անտարբերության երեսից, մեկս մյուսին չսիրելու արդյունքում ամեն ինչ կորցրել ենք եւ կորցնելու ենք, եթե ուշքի չգանք եւ չստապվենք։ Այսօր նաեւ առաջնային է մեզ բոլորիս համար, որ մենք աղոթք անենք մեր միասնականության համար, մեր ամբողջականության համար, որովհետև ինչքան մենք սևերի սպիտակների բաժանվենք, այդքան մենք կործանվելու ենք, այդքան մենք փոքրանալու ենք։ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած գազագերբությունը, ստեղծած գազագերբությունը, մենք ենք մեր սարերը, սկսած է հայրենիքի մեջ վերազարթնումը դալ եւ ինքը հայրենասիր ապար օգտակար կհանդիսանար մեր հայրենիքին։ Հատկապես հատուկ ուշադրություն կդարձնել նաեւ մեր այս վանքին, Դատևի վանքին։ Եվ Դատևի վանքը մեծ խորհուրդ ունի մեզի համար։ Եվ մենք այս տարի ուզեցինք այդ խորհուրդը ավելի շեշտել եւ հոգեվոր սնունդ տալ մեր ուխտավորներուն։ Ուրեմն մենք ենք մեր սարերը սկսավ եւ 15 բարեսիրական գազագերբություններ, որոնց կարգին նաեւ հայ օգնության միությունը միացավ աս բարեսիրական աշխատանքին եւ երրորդ տարին լալով ինչպես էսի եւ գազագերբի աս ուխտակնացությունը, որովհետեւ մեր ժողովուրդը միավորվի, աստվածավախությունը ավելի շեշտվի իրենց մեջ եւ հայրենիքի գարոդը, որովհետեւ մենք դուրսենալ ուխտավորներ ունենանք եւ հայրենիքի հզորացումը ավելի շեշտավորվի իրենց մեջ եւ իրենք նվիրվին հայ ժողովրդին, հայրենիքի պաշտպանության ինչ դժվարություններով հանդիպի մեր հայրենիքը։ Սուրբ եկեղեցու դռան մոտ եւ աստվածընկալ ու լուսապայծառ սրբությունների առաջ երկեղությամբ խոնարհվում։ Այս ուխտակնացությունը իսկապես իր մեջ կբարունագե ուրիշ շատ ավելի մեծ իմաստներ, միասնականություն, արժևորել մեր ինքնությունը, մեր պատմությունը, մեր ժառանգությունը, մեր հավատքը եւ իհարկե պաշտպանությունը մեր հայրենիքին։ Մենք շատ ուրախ ենք, որ մենք վերջապես եկել հասել ենք այս գյուղը, որովհետև շատ ենք լսել եւ նաեւ Թուֆենկյան հիմնադրամը շատ մեծ աշխատանք է այստեղ կատարում։ Այստեղ եկել ենք, որովհետև սա վերածնվող կյանքի սկիզբ է։ Այստեղ Արցախից վրի տեղահանված ընտանիքների համար նոր համայնք է կառուցվում եւ մենք քիչ հետո գնալու ենք նայենք այդ համայնքը։ Մենք ունենք կառուցված մեր 10 տները, 10 տները ամբողջությամբ կառուցված են։ Հետագայում մենք նպատակ ունենք ավելի մեծ տներ կառուցել արդեն մյուս հատվածում, ավելի մեծ ընտանիքների համար։ Տաթևը մեզ համար սրբավայր է, հոգևոր հզոր կենտրոն, որը համախմբում է մշակույթը, կրթությունը, մեր հոգևոր արժեքները եւ նաեւ զարգացումը։ Մեր օգտավորների համախմբումը տեղի է ունենում մեկ նախաձեռնության շուրջ, որը մենք ընտրել ենք այս տարվա համար, դա Տաթևի համայնքի երեխաների համար մանկական հրապարակի ստեղծումն է, որը նախատեսվում է Հալիձոր գյուղում։ Այս ուխտագնացությունը իրականում ինձ համար հենց
իրենց կյանքը հայրենիքի համար տված մարդկանց մասին է, վիրավորների մասին է, մարդիկ, ովքեր անմնացորդ նվիրվել են իրենց հայրենիքին։ Եվ հենց այդ պատճառով է սա օգտագնացություն, եւ ես միշտ ամեն տարի մասնակցել եմ, մասնակցելու եմ եւ հույս ունենալով, որ նա խոսքը կլսվի եւ նրանք որ առաջ կվերադառնան ու դա կդառնա արդեն լավ ու բարի ավանդույթ գալ ամեն անգամ մայիսի վերջին այստեղ օգտագործություն։ Անցյալ դարի մենք 2000-ը ավելի ուխտավորներ ունեին եւ վստահ եմ, որ առաջիկա դարին ավելիով պիտի շեշտավորվի այս ուխտակնացության կարեւորությունը եւ շատ ավելի անհատներ պիտի մասնակցին այս ուխտակնացության։ Միությունը զորություն է։ Մենք միշտ կգտնենք այս նախատասությունը։ Միությունը զորություն է եւ մենք բոլորս պետք է միասին աշխատենք մեր ցանկացած ուրեմն արդյունքներուն հզոր Հայաստան ունենալու, Սփյուռքի Հայաստանի մեջ հզոր գավեր ստեղծելու կամ ամրապնդելու եւ նորեն կգտնեմ այս ուխտակնացությունը յուրահատուկ մի միջադեպ է, որ մենք ամեն տարի կմասնակցենք եւ հուսանք, որ Աստված մեր աղոթները լսե